Քրեակատարողական ծառայությունը չի մեկնաբանել տեղեկությունը, որ Փարաքարի համայնքապետ Վալոդե Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել։ Արնուրեյեմի աղբյուրն է տեղեկությունը հայտնել։ Պարբերականը գրում է, որ Օհանյանին մենախցից տարել են ընդհանուր խուց, նրան բռնության են ենթարկել։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը հասկանալով, որ Օհանյանի կյանքը վտանգված է, նրան կրկին տարել է մենախուց։ Արամուսում տղամարդը սպանել է իր հարևան ամուսիններին։ Ոստիկանները կիրակի ցերեկը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Արամուսի բնակիչներ 64-ամյա տղամարդու եւ նրա 59-ամյա կնոջ դիերը հրազենային վնասվածքներով։ Ըստ նախնական վարկածի 61-ամյա հարևանը սպանության օրը առավոտյան ինչ-որ հարցի շուրջ վիճաբանել է ամուսինների հետ, ապա նրանց հետևից գնացել է գյուղի դաշտ եւ կրակել որսորդական հրացանով։ Սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիմա մեր դեպուտատները չեն տենում էսի։ Բեռնափոխադրող ընկերությունների վարորդները այսօր բողոքի ակցիա են արել կառավարության դիմաց, պահանջելով գործադիրի միջամտությունը Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։ Այդ փոփոխությունները լուրջ խնդիրներ են ստեղծել հայ վարորդների համար, սպառնալով նրանց մինչև 10 տարվա մուտքի արգելք Ռուսաստանում։ ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների նկատմամբ այսպիսի տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարող նման օրենք կիրառվել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելու, սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա։ Դաշնությունում 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությամբ ոչ աշխատանքային նպատակով Ռուսաստան մեկնող քաղաքացիներին ներառյալ վարորդները մեկ տարվա ընթացքում նախկին 180 օրվա փոխարեն այժմ Ռուսաստանի տարածքում կարող են մնալ 90 օր։ Սա փաստացի կրկնակի կրճատել է Ռուսաստանում մնալու թույլատրելի ժամկետը, անհնարին դարձնելով վարորդների աշխատանքային գործունեությունը։ Իրավիճակը սրվել է սեպտեմբերի 10-ից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են խիստ ստուգել ժամկետները։ Ըստ փոփոխության խախտումների համար սահմանված վարչական տույժերը հետևյալն են՝ 90-ից 180 օր ավել մնալու դեպքում 3 տարվա արգելք, 180-ից 270 օր ավել մնալու դեպքում 5 տարվա արգելք, 270 օրից ավել մնալու դեպքում 10 տարվա մուտքի արգելք։ Հայ վարորդների խոսքով նույն խնդիրն ունեին նաև ղազախ վարորդները, սակայն այդ երկրի իշխանությունը շատ արագ հարցը լուծել է։ Այնպես է, որ ասի մի մեծ հարց է, որ չկարողան անել լուծում տան։ Ուրիշ պետությունները, որ զբաղվում են իրանց ասենք ժողովրդի համար, պերևոզչիկների համար, լավ էլ հարցին լուծում է տվել Ռուսաստանը։ Մերոնք էլ որ զբաղվեն, պրոստը պաստողի վիճակ է։ Մի հատ մեզնով զբաղվեն, չէ՞ որ մենք ենք լրիվ բերում ենք։ Այսօր 99% ապրանքը Ռուսաստանից Հայաստան է մտնում, որ մենք չբերենք։ Դուք ինչ պետք է ուտեք, ժողովուրդ։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կառավարությունը վաղուց տեղյակ է խնդրին, սակայն մինչ այժմ ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Վարորդները զգուշացրել են, եթե կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի, հաջորդ անգամ բեռնատարներով փակելու են հանրապետության հրապարակը։ Փողոցել կփակենք, ամեն ինչ կանենք։ Ֆուրերով կփակենք, որ չկարողան շարժվել։ Շատ լավ հասկանում էինք, որ ամեն ինչ անելու են, որ ժամանակի ընթացքում արցախցիները արտագաղթեն։ Արցախի մեր հայրենակիցների մի հատվածը չի կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից եւ այժմ փողոցում հայտնվելու վտանգի առաջ է։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանն է հազանգել խնդրի մասին։ Նրա խոսքով Հայաստանի կառավարությունը բնակարանային ծրագիրը հաստատելիս հաշվի չի առել բնակարանների շուկայական գները, ինչի պատճառով փոքր ընտանիքները գործնականում հնարավորություն չունեն օգտվել այդ ծրագրից։ Արցախցիների սոցիալական վիճակը բարդացել է պետական աջակցության ծրագրերի կրճատումից հետո։ Հուլիսի 1-ից 50,000-ի փոխարեն 30,000 դրամ աջակցություն են ստանում արցախցիները։ Աջակցության այս փաթեթը կավարտվի տարվա վերջին, թե ինչ կլինի 2026 թվականի հունվարի 1-ից դեռ հայտնի չէ, հայտարարել է Արցախի պետնախարարը, որի խոսքով Հայաստանի կառավարության անդամները իր հետ խուսափում են հանդիպումներից։ Բացվել է Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ եւ Արցախի մեր հայրենակիցները հույս ունեն, որ հանրապետության նախկին նախագահները, խոշոր գործարարները կօգնեն լուծել արցախցիների բնակարանային խնդիրները։ Բազմաթիվ մարդկանց պայքարը ոչ թե վաղվա համար է, այլ այսօրվա։ Եվ հենց այդ պատճառով մենք որոշեցինք կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից։ Ստեղծել ենք Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակը արցախցի տեղահանված զոհված ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, ինչպես նաև առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց պայթունի զոհ դարձած ընտանիքներին եւս ներառելու ենք։ Այսպիսի խնդիրներ ունենք, օրհասական է եւ կառավարության կողմից բավարար աջակցություն ուրեմն այդ մարդկանց մասով չկա։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին
երեք ղեկավարներ։ Մի րոպե մի բան ասեմ շարքի նոր էպիզոդում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Արցախի բանակցությունների մասին եւ Հայաստանի 3 նախկին ղեկավարներին ըստ էության մեղադրել Արցախի հարցը չլուծելու հանցավոր անգործության կամ քաղաքական խաբեության համար։ Կարող է լինել երկու տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք, հայտնել է նրա փաստաբանական խումբը։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է մեջբերում առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն պարզապես անտեսելով դատարանի պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմին օրերը սահմանել է շարունակական ապօրինության նոր նշաձող, առաջադրել տնտեսական բնույթի եւս մեկ մեղադրանք, առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական եւ օրինական հիմքի։ Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025 թվականի հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով եւ իրավապահներին արված ցուցումներով։ Միաժամանակ վստահաբար ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը հողում կատարելով իր աղբյուրներին արդեն հրապարակել էր նման տվյալ, նշված է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների հայտարարությունում։ Հոկտեմբերի 17-ին լրանում է Սամվել Կարապետյանի երկրորդ անգամ երկարաձգված կալանքի 2 ամիսը, դատական նոր նիստի օրը դեռ հայտնի չէ։ Պետք է ամեն օր մի ոտ ավելի արագ լինեն, քան հարևանները։ Այս շաբաթ Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով շարժումը հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում ազգային բարերարին ազատ արձակելու պահանջով։ Այս մասին հայտարարվել է մեր ձևով շարժման հավաքի ժամանակ։ Իդեպ Կարապետյանի ղեկավարած շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վարչապետի իրենց տեխնացուն կլինի ընդունելի եւ բոլորը կհավանեն նրան։ Տեխնացուի ով լինելը կբացահայտեն քաղաքական ուժի գրանցման մասին հայտարարությունից հետո։ Մինչ դա մեր ձևով շարժումը շարունակելու է մարզային այցերը, ներկայացնելով Հայաստանի քաղաքներն ու գյուղերը զարգացնելու իրենց ծրագիրը։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80%-ը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Երբ մենք նայում ենք օտար երկրների նախընտրական ամբողջ քարոզարշավները, բոլորը տնտեսության մասին են։ Նայում ենք Հայաստանինը, բոլորը իրար մասին է։ Մարդիկ իրար մասին են մենակ խոսում։ Կյանքի, ասում են, ինչ կապ ունի Թալինում ինչ ես կառուցելու։ Երկրում դու պետք է քաղաքական ինչ-որ միտք տաս։ Բայց Թալինում կառուցած գործարանից, Արմավիրում կառուցած մթերման կայանից է մեր երկրի տնտեսությունը ստեղծվում։ Մրցակցությունը ստեղծվում։ Եթե մենք մեր շրջանները չկարողանանք տնտեսապես կայացնենք, Երևանում նստած իրար հետ բանավիճելով չի։ Ու մենք շարունակելու ենք տնտեսության մասին խոսել։ Եթե մենք կարողանում ենք գործազրկության հարցը լուծել երկրում, մենք կարողանալու ենք նաև դրանով լուծել կրթության հարցը, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենալու ստանալ բարձր աշխատավարձներ, դասախոսները, ուսուցիչները, քանի որ պետության բյուջե ավել գումար է գնալու։ Պետությունը հնարավորություն է ունենալու վճարի, ստեղծի նեղ մասնագիտացված դպրոցներ, կրթահամալիրներ, որ մենք 21-րդ դարում մրցակցային լինենք։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Եգիպտոսում հանդիպել են ոտքի վրա, ապա նրանց է միացել Պակիստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ-Շեյխ է մեկնել այսօր ԱՄՆ եւ Եգիպտոսի նախագահների հրավերով մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Մինչ Եգիպտոս մեկնել է ԱՄՆ նախագահի օդանավը վայրեջք է կատարել Թել Ավիվում։ Թրամփին դիմավորել են Իսրայելի նախագահն ու վարչապետը։ Իսրայելի խորհրդարանի դիմաց տասնյակ մարդիկ ԱՄՆ ղեկավարին դիմավորել են շնորհակալություն Թրամփ պաստառներով։ Թրամփը Կնեսետի պատվավոր հյուրերի գրքում թողել է իր ստորագրությունը եւ գրառում արել. «Սա մեծ պատիվ է ինձ համար, հիանալի գեղեցիկ օր, նոր սկիզբ»։ Իսրայելի խորհրդարանում ելույթից առաջ նրան հարցրել են. «Պատերազմը պաշտոնապես ավարտվել է»։ Թրամփը դրական պատասխան է տվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն
Թրամփին բնորոշել է որպես համաշխարհային խաղաղության հաստատման առանցքային դերակատար։ Ի նշան խաղաղության Իսրայելի վարչապետը Թրամփին ոսկե աղավնի է նվիրել։ Իսրայելը պատրաստվում է հաջորդ տարի Թրամփի տեխնացությունը ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Կնեսետում Թրամփի ելույթի ժամանակ երկու պատգամավոր ոտքի է կանգնել, բացականչել ցեղասպանություն եւ պաստառներ պարզել։ Նրանց արագ հեռացրել են դահլիճից։ Թրամփի այցին զուգահեռ Գազայում իսրայելցի գերիների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակում է տեղի ունեցել։ Ըստ երակողմ պայմանավորվածության պատանների փոխանակումից հետո կողմերը քննարկելու են Գազայի կառավարման եւ վերակառուցման Համաս շարժման ապագայի հարցերը։ Նախքան Եգիպտոս մեկնելը ԱՄՆ նախագահը նաեւ հանդիպելու է իսրայելցի պատանների ընտանիքների հետ։ Гости, которые прибыли для Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, որ Գազայում հակամարտությունը լուծված չէ։ Անհրաժեշտ է մանրամասնել Գազայում պետականության մասին մոտեցումները, սահմանել, թե ինչ է տեղի ունենալու արևմտյան ափին, քանի որ ՄԱԿ-ի որոշմամբ պետք է ստեղծվի Պաղեստինին հարակից պետություն, հիշեցրել է Լավրովը, իսկ Թրամփի ներկայացրած ծրագիրը գնահատել է որպես բանակցությունների սեղանին դրված լավագույն առաջարկ։ Զելենսկին խոստացել է ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել միայն ռուսական ռազմական օբյեկտներին։ Այս մասին նա հայտնել է Թրամփին հեռախոսով։ ԱՄՆ նախագահն այսօր ակնարկել է, որ հրթիռները տալն այդքան էլ իր սրտով չէ, քանի որ Թրամփի խոսքով դա կարող է հանգեցնել նոր ագրեսիայի։ Նա ասել է, որ այդ հարցը պետք է քննարկի Ռուսաստանի հետ։ Ես Ուիտքոֆին ուղարկեցի Պուտինի հետ հանդիպման, կարծելով, որ հանդիպումը կտևի 15-ից 20 րոպե։ Հանդիպումը տևեց 5 ժամ։ Ուիտքոֆն ասաց, որ հետաքրքիր բաների մասին են խոսել։ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը շեշտել է, որ հրթիռների ձեռքբերումը էապես չի կարող փոխել իրավիճակը առաջնագծում, եւ դրա օգտագործման համար անհրաժեշտ է ամերիկացի մասնագետների ներկայություն Կիևում։ Իսկ այդ հանգամանքը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ ԱՄՆ նախագահը պատրաստվում է երկրորդ շնչառություն վերցնել ու նորից զբաղվել ռուս-ուկրաինական հակամարտության լուծման հարցով, ապանացնել Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հիանալի կլիներ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, բայց միայն ռուս-ուկրաինական հարցը կարգավորելուց հետո սկզբում կկենտրոնանանք Ռուսաստանի վրա։ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանին վերջին օրերին բռնկված զինված բախումները հանգեցրել են լուրջ լարվածության։ Երկու կողմերն էլ հաղորդել են ծանր կորուստների մասին։ Հիմնական սահմանային անցակետերը փակվել են, կատվածահար անելով երկու երկրների միջև առևտրային եւ մարդատար հաղորդակցությունը։ Հարյուրավոր աֆղանցի փախստականներ եւ քաղաքացիներ մնացել են սահմանին։ Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ աֆղանական ուժերը պատասխան կրակ են բացել Պակիստանի դիրքերի վրա։ Քաբուլի պաշտպանության նախարարությունը գործողությունները որակել է անօրինական եւ ագրեսիվ, իսկ Իսլամաբադը պնդել է, թե իր օդային հարձակումները ուղղված են եղել Թալիբան խմբավորման անդամների դեմ։ Իր հերթին Թալիբան շարժումը հերքել է իր աջակցությունը Պակիստանի դեմ գործող որևէ զինված խմբավորման։ Պակիստանի անվտանգության աղբյուրները տարածել են տեսանյութեր, որտեղ ըստ նրանց երևում է աֆղանական սահմանային օբյեկտների ոչնչացումը, սակայն Քաբուլը հայտարարել է, որ դադարեցրել է հարձակումները։ Այս պահին երկու երկրների սահմանային շրջաններում լարվածությունը պահպանվում է, անցակետերը շարունակում են փակ մնալ։ Je veux ici conclure mon propos. Քաղաքական փակուղու մեջ հայտնված Ֆրանսիան կարծես թե գտել է ելքը։ Բոլորին անակնկալի է բերել նախագահ Էմանուել Մակրոնը, վարչապետի պաշտոնում վերանշանակելով Սեբաստիան Լեկորնյուին, որն առաջին նշանակումից 3 շաբաթ հետո հրաժարական էր տվել։ Մենք պետք է վերջ դնենք այս քաղաքական ճգնաժամին, որը նյարդայնացնում է ֆրանսիացի ժողովրդին եւ այս անկայունությանը, որը վնասակար է Ֆրանսիայի հեղինակությանն ու շահերի համար, հայտարարել է վերանշանակված վարչապետը։ Հաստատվել է նաեւ կառավարության նոր կազմը, իսկ 2026 թվականի պետական բյուջեն նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ։ Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է պաշտոնավարումը հակառակ ընդդիմության պահանջի։ Մեքսիկայում օրեր տևած հորդառատ անձրևները լայնամասշտաբ ջրհեղեղի հետևանք են դարձել։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը այցելել է Վերակրուս, որտեղ ջրհեղեղից ամենաշատն են տուժել։ Աղետի պատճառով կաթվածահար է եղել քաղաքը, կան զոհեր եւ վիրավորներ, ավիրվել են բազմաթիվ տներ, ջրի տակ են մնացել մեքենաներ, ամբողջությամբ ցեխով են պատվել մի շարք թաղամասեր։ Նահանգային իշխանությունները արդեն սկսել են տարհանման եւ մաքրման աշխատանքները։ Նրանք նաեւ օգնություն են ցուցաբերել տուժածներին։